Կարմելոս լեռան վրա Տերն Աքաբին եւ նրա ժողովրդին ցույց տվեց, որ ինքն է ճշմարիտ Աստվածը։ Հետո Աստված, ինչպես խոստացել էր, անձրև ուղարկեց։ Սակայն Հեզաբել թագուհին, որը երկրպագում էր Բահաղին, խիստ զայրացած էր Եղիայի վրա եւ ուզում էր սպանել նրան։ Եղիան վախեցավ եւ փախավ անապատ։ Երբ հոգնեց, պառկեց քնելու մի ծառի տակ եւ ննջեց։ Աստված հոգաց Եղիայի մասին։ Եկավ Աստծո հրեշտակը եւ արթնացրեց նրան։ Նա Եղիային ուտելիք եւ ջուր բերեց։ Ուտելուց հետո Եղիան բարձացավ լեռը եւ թաքնվեց քարայրի մեջ։ Նա մենակ էր եւ վախենում էր։ Եղիան մտածում էր, որ ինքը միակն էր, ով հավատում է Աստծուն։ Տերը ուզում էր օգնել Եղիային, որպեսզի նա իրեն լավ զգար։ Աստված ասաց նրան. «Դուրս արի քարայրից, կանգնիր լեռան վրա եւ ես կգամ քեզ մոտ»։ Աստված սաստիկ հողմ ուղարկեց եւ ժայռերը կտոր եղան, բայց Տերը հողմի մեջ չկար։ Հետո Աստված երկրաշարժ արեց։ Երկիրը դողաց եւ ցնցվեց, սակայն Տերը երկրաշարժի մեջ էլ չկար։ Երկրաշարժից հետո երևաց կրակը, որ այրում էր 4 բոլորը, սակայն կրակի մեջ էլ Տերը չկար։ Եղիան կանգնած էր շրջապատված տարերային աղետներով, սակայն այդ բոլորը նրան չէին վնասում։ Տերը պահպանում էր նրան։ Երբ ամեն ինչ հանդարտվեց, Եղիան քամու սոսափյուն լսեց։ Դա Տիրոջ ձայնն էր։ Նա մեղմ ձայնով խոսում էր Եղիայի հետ։ Աստված Եղիային տվեց մի օգնական, որի անունը Եղիսե էր։ Հիմա Եղիան մենակ չէր։ Եղիան հնազանդ էր Աստծուն։ Նա գիտեր, որ Աստված միշտ հոգալու է իր մասին։ Եղիան ոչնչից չէր վախենում եւ իրեն մենակ չէր զգում։